Սիրելի հայրենակիցներ, այս շաբաթ եւս մենք շարունակելու ենք մեր առաքելությունը բարձր պահելու հայերի դեմ իրականացված ցեղասպանության հիշատակը, ամրապնդելու մեր ազգային ինքնագիտակցությունը արժանապատիվ պայքարը արտահայտության հասնելու ուղիների վրա։ Առաջին հերթին մենք անդրադարձ կկատարենք հայերի դեմ իրականացված ցեղասպանության լեզվական ձևակերպումներին, որոնք ոչ միայն պատմական ճշմարտության ճանաչման հարցն են, այլև պայքար բարոյական հստակության համար։ Ըստ այսը մենք հատկապես կարևորեցինք հայերի դեմ իրականացված ցեղասպանության եզրույթը, այն դարձնելով լեզվամտածողության հիմնական առանցք։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Լիդիա Մարկոսյանն իր խոսքում առանձնացրեց 2025 թվականի տարեկան ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկը՝ ապրիլի 24-ը։ Նա հիշեցրեց, որ այդ օրը չի կարող ու չպետք է մնա միայն հիշատակի տիրույթում։ Այն նաև պայքարի եւ ընդվզման, ազգային վերականգնման եւ միջազգային լսելիության օր է։ Այս խորհրդանշական օրվա ոգեշնչումը մեր քաղաքական օրակարգի եւ մշակութային ինքնության կենտրոնում է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց Վատիկանի Գրիգորյան համալսարանում կայացած միջազգային գիտաժողովի առանցքային պահերը։ Մենք արժևորում ենք նման հաշտակներում հայության իրավունքների եւ պատմության բարձրաձայնումը որպես ապագայի տեսլականի մաս։ Եվ վերջում մեր միասնական կամքն է, որ պատմությունը չմնա լռության պատերի մեջ, թող այս շաբաթվա մեր քայլերը դառնան նոր պայքարի, նոր միասնության եւ հույսի ճանապարհ արտահայտության հաստատման գործում։ Շնորհակալություն։